Տեսեք ինչ հրաշք եմ գտել Սևանում, մեր վարպետն էլ կողքը կանգնած, Հրաշ ձեձա, պատմես, ես ինչ ստեղծագործություն ես սարքել, ստեղծել։ Ուսումնասիրելով հայ խաչքարերը, ես կանգ առա մեր գիգանտների, խաչքարագործերի, ճարտարապետների, վարպետ Պողոսի, վարպետ Մոմիկի, գլող գործողների, ես ցենց կասեմ, որ անգերազանցելի են, եւ ով որ մի վարպետը ես իմ մոմենտով եմ ասեմ, ուզենամ ինչ-որ նման բան անեմ, իրանցից լավ բան չեմ կարող անել, ավանդական բան չեմ կարող անել իրանցից, եւ որ գիրքը գնեցի, խաչքարերի գիրքը, սկսի ուսումնասիրել, այնտեղ գրած էր, որ հայ խաչքարերը միթելով են գործված, ամեն նախշ միթելով է գործված, ամեն նախշ, բայց ամբողջական ես չհանդիպա խաչքար, որ միթելով գործածել է, այդ ժամանակ միտքս եկա, որ փորձեմ միթելով գործեմ խաչքար, միթելով, հիմա, երկու տարվա ընթացքում գծագիրն եմ արել, ընթացքում եմ արել, որ միթել, գծեր եմ, ջնջել եմ, ու ստացա մոտավորապես էս պահը, ստացա, որ թելը պետք է արևի ճառագայթից մտնի խաչքար, գործվի եւ էլի մտնի ճառագայթ, արևի գնա արև, Հզորություն Հրաշ ձեձա, ինչ ասեմ։ Ես չգիտեմ ինչքանով եմ ստացել, հայազգը կգնահատի, հայազգը կընդունի կամ չի ընդունի։ Չէ, ընդունել է արդեն Հրաշ ձեձա հաստատ, բայց իմանամ, որ քարից է, էլի, թե չի ասում ենք գործած, իմանամ, թե շատ սիրուն է։ Մի հատ եք ուզեմ մեր վարպետի որդին էլ, Խաչիկ մի երկու բան էլ դու ասես, պապայի աշխատանքից, ապրեք շատ։ Երկու բառով ասեմ, խաչքարը սարքվել է 88-ից մինչև 2001 թվականը։ Մենք սարքել էինք խաչքարի թանգարան Սևանի թերակղզում, 2004 թվին տարանք Փարիզ, այնտեղ ցուցադրվել է Շարլ Ազնավուրի կուլտուրայի պալատում, դրանից հետո Ամերիկայում։ 22 տարի դուրս է եղել, այս տարի 26 թվականին վերադարձրեցին խաչքարի բոլոր նկարները հայրենիք։ Նկարները Բերեյանի նկարները։ Իմի ժամանակավորապես ստեղ բացել ենք ցուցասրահ, բայց հույս ունենալով պրոցեսի մեջ է, որ թանգարանը սարքվելու է։ Խաչքարի վրա երկու բառ ասեմ, մի հարթության վրա ոչ մի ուզոր չկա, սա ուզորները տարբեր հարթությունների վրա են։ Սաղ, դաժե ուզորը կողի ուզորը տարբեր արդության վրա են, հետ էլ է յուրահատկություն, դե այս գործերի համար լուրջ տեղապետք ու մենք հիմա աշխատում ենք գետուղությամբ, որ այդ հանգարանը սարքենք 100-ից ավելի խաչքարերի հեղինակ է, ինքը որը տեղադրված է Փարիզի Եղեռնուզոյի ու Շարզաննա, այս Մուսա լերի Վաքվլը գյուղի խաչքարերն ենք սարքել, այնտեղ ստացել է շնորհակալագիր վեհապարի կողմից։ Մենք հրավիրում ենք բոլոր մեր հայերին, հյուրերին, որ ներկայացնենք հայ մշակույթը, մեր նպատակը սա է, մուտքը անվճար է։ Խաչիկ ջան, կասես որտեղ է տեղակայված։ Տեղակայված է Սևանի թերակղզու պարկովկայի, մեքենաների պարկովկայի մոտ, Սևանավանքի տակ է, ժամանակակա խաչքարի ցուցասրահ, հիմա սենց է կոչվում, մինչև դե չեն կարող անունը դնենք թանգարան, որովհետև տարածքը փոքր է, դրա համար գրել ենք ցուցասրահ։ Այստեղ մեր վարպետ Սևանցի Հրաչիկի
Այ ճիշտ եմ Սևանցի ասում։ Հրաչի նկարներն են ստեղծագործություններն են, որ պետք է Այս բոլորը չի։ Իհարկե, հա։ Դե թանգարանը որ լինի, մենք ուզում ենք այդ խաչքարի փոքր կամ ֆոտոները կանենք կամ մակետները կանենք, այդ սաղ բոլորը կցուցադրվի։ Սա տարածքը փոքր է, մի ձևի տեղավորել ենք, էլի։ Ապրեք։ Ստեղ ուզում եմ ցույց տամ նոր ոճի յուղաներկով արված նկարներ, գծայինով արված, այս ամենը նոր ուղղություն է արվեստի մեջ, դե ինքը տարբեր ոճերով է նկարում, ռեալիզմից մինչև աբստրակցիոնիզմ, այս ոճերը, այս գործը կարակ ցույց տակ, էսի շատ լուրջ գործ է։ Պիտի գամ տեսնեմ, սա ցույց տալով չի։ Նորմալ ցույցային նկարներ կսեմ ցույց տամ։ Ահա։ Պապիկ ասավ, ուզում եմ հայկական տարազով նկարես ինձ։ Ահա։ Ասի նկարես։ Հայկական ես։ Համ թորնիկն է սիրուն, դե նկարել, այ, շատ ապրեք, Ռեջաջան։ Ձերքերը դալար լինի, մեզ համար լավ բաներ սարքեք, առողջ լինեք, երջանիկ։ Այս կտավը ստեղծեց Հայլիա, այս տմբուշկով, իմ ննջասենյակն էր։ Այո։ Դուստերիս ասի մի բաժակ սուրճ բեր, սուրճը որ բերեց, այս ծաղկամանը դրած էր, ծաղկաման դրած էր։ Հայլու մեջ արտա թուրված, սուրճը ձերը։ Ու մի անգամ ասի երջան կայնի, բերեցի ես մեր կոմյա բանես, պարծատը դրեցի, ես նկարը տենց այս սուրճի ու հայլու արտա թուրման։ Շատ հզոր եմ։ Ինքնանկար, այո, ահա։ դու ես սա։ Կնոջ նկարը, այո, ասպաց հոգին վիսավորում։ Շատ սիրում եմ նկարները։ Ահա։ Փոքր աղջիկ սա, գոգը սա։ Թորս կռիմ անում, այդ սենցիմի, ասում է մեծ աղջիկա թա գովում ես, թորանը գովում ես, իմ մամայի գոգը Շատ սա։ սիրում նկար, այո, շատ համ գոգը Ու անտալիզմի ոճով եմ արել։ Ահա, Ու այս նկարից այն նկարը։ Ահա, որ մեկը, Այսի։ կանաչի։ Այս կանաչը այդ նույն ոճի գծայինն է արած։ Այս արդեն գծայինով արեցի։ Ահա, շատ սիրում եմ։ Տանցները Սևանավանքի ներքևի հատվածում է կայանատեղու, այս անկյունում եկեք, անվճար է, տեսեք հրաշքները։ Ես կուզենայի ավելացնել մի հատ կարող եմ ուրի կուզենայի ավելացնել բոլորին հրավիրում ենք մեր ցուցասրահը, որ բերեն բոլորին հրավիրում ենք մեր ցուցասրահը, որ ներկայացնենք մշակույթը աշխարհին, գալիս եք Սևան, Թերակղզի, բերեք ձեր հյուրերին, թող գան նայեն, թե ինչ մշակույթ ունենք, ինչ գործեր ունենք, մենք պետք է հպարտանանք սրանով, ամեն ինչը իր տեղը ունի, բայց մշակույթն էլ իր տեղը ունի։ Անպայման ապրեք։ Ես այդ կցանկանամ, այս ամեն ինչ ստեղծել ենք, որ մուտքը անվճար է, ժողովուրդը կարան իրենց ուրերին իրան գան նայեն, ժամանակ անցկացնեն գնան։ Հուսանք, Աստված օգնական։ Աստված օգնական։